Ողջույն, ես ցիտոբժշկական կենտրոնի բժիշկ էնդոսկոպիստ Էմիլ Իվանյանն եմ։ Այսօր կխոսեմ սկրինինգ կոլոնոսկոպիա իրականացման կարևորության, թե առհասարակ ինչ է կոլոնոսկոպիան եւ ինչ մեթոդներով է այն իրականացվում։ Կոլոնոսկոպիան հետազոտություն է, որի ժամանակ բժիշկը հատուկ սարքի կոլոնոսկոպի միջոցով հետազոտում է ուղիղ աղին, հաստաղին եւ բարագաղու վերջնահատվածը։ Հետազոտությունը հնարավոր է իրականացնել անզգայացումով, որն ապահովում է անցավ եւ հարմարավետ գործընթաց պացիենտի համար։ Սկրինինգի նպատակը ամբողջ աշխարհում միտված է նվազեցնելու հաստաղիկի քաղցկեղի առաջացումը, քանի որ հետազոտության ընթացքում հնարավոր է հայտնաբերել պոլիպներ, հեռացնել դրանք, այդպիսով կանխարգելել հաստաղիկի քաղցկեղի առաջացումը։ Սկրինինգ կոլոնոսկոպիան խորհուրդ է տրվում իրականացնել, եթե դուք ունեք 45-ից բարձր տարիք, ժառանգական նախատրամադրվածություն կամ վտանգի նշաններ, որոնք գնահատվում են բժշկի կողմից։ Բնականաբար, եթե առկա են կանգատներ, կոլոնոսկոպիան բժշկի ցուցմամբ պետք է իրականացնել ցանկացած տարիքում։ Եղեք առողջ եւ միշտ հիշեք, կանխարգելումը առողջության պահպանման ամենաարդյունավետ միջոցն է։